Գործարար ալիքի եթերում դուք դիտում կամ լսում եք ռադիո առողջարանը, բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ Ավետիս պարային համույթի հիմնադիր գեղարվեստական ղեկավար Հովսեփ Ավետիսյանին։ Բարի գալու, շնորհակալություն, որ այստեղ եք։ Շնորհակալ եմ, ես նույնպես, բարև ձեզ։ Հիմա մեզ լսող կամ դիտող ռադիո լսողները կամ ռադիո դիտողները մտածում են առողջությունը ինչ կապ ունի պարի հետ, ինչու եմ ես այսօր հրավիրել մասնագետի, ով զբաղվում է պարով։ Եվ ես շտապում եմ կանխել բոլորի հարցերը նշելով, որ առողջությունը համապարփակ մոտեցում պահանջող երևույթ է եւ ցանկացած արտաքին եւ ներքին ազդակ, որը կարող է ուղղակի կամ անուղղակի ազդել մեր առողջության վրա, պետք է մենք դրա մասին բարձրաձայնենք։ Եվ պարն էլ, կարծում եմ, բացառություն չէ։ Ուստի խնդրում եմ ասեք, ում համար է պարը։ Պարը սահմանափակումներ չունի, պարը բոլորի համար է։ Ու ճիշտ նշեցիք, որ առողջության հետ հենց ուղիղ կապ ունի պարը, քանի որ տեսեք, պարը ինքնին մկանային զարգացվածության ճիշտ առողջության գրավականն է։ Ու պետք է ցանկալի ավելի ճիշտ, որ պարով զբաղվեն դեռ մանկուց, բայց ինքը սահմանափակում չունի պարը հենց։ Որ տարիքից սկսած։ Ցանկալի է սկսել 4 տարեկանից։ Հիմա օրինակ ծնողների մոտ կարծիք կա, որ փոքր տարիքից 2-3 կարող են սկսել, բայց դա այդպես չէ, ցանկալի է 4, 5, ավելի ճիշտ 5, որ ունենան արդեն մի քիչ պատրաստի մկանային զարգացվածություն, որ կարողանան մանկավարժները իրենց հետ ճիշտ աշխատել։ Այստեղ էլ մեկ այլ ծայրահեղություն կա, դե եթե երեխա չի, ուրեմն էլ չենք կարող բարի գնալ։ Ոչ, այդպիսի բան չկա, տարիքային սահմանափակում չկա։ Կարող է զբաղվել, չգիտեմ, 30 տարեկան, 40 տարեկան, մեր մոտ կոնկրետ փորձ է եղել 50-ից կինել է եկել զբաղվել պրոֆեսիոնալ դասական պարով, ու ասեմ ձեզ, պրոֆեսիոնալ պարողի նույն ծրագիրն է կատարել, ինչ օրինակ, չգիտեմ, պետական համույթում կատարող, չգիտեմ, պարողը, հա, ինքը կատարել է հենց այդ նույն դասական պարը։ Նույն այդպես ասած պարային լեզվով ասած ստանոկային իրավիճակ է, ռուսերեն պարային լեզվով։ Կլասիկան, պարողներն ավելի լավ կհասկանան։ Սովորաբար ասում են, եթե ինչ-որ բան շատ ես ուզում, միանշանակ կարողանալու ես հասնել դրան։ Ուստի ձեր նշածը սրա վառապացույցն է, եթե դու ուզում ես պարել, ուզում ես զբաղվել պարով, միանշանակ կարևոր չէ դու 60 տարեկան ես, 20 թե 15 կամ 10։ Պարարվեստում հավելել եմ, որ ամենագլխավորը հենց այդ ցանկությունն է։ Ես օրինակ մեր աշակերտներին միշտ ասում եմ կարևորագույն բառերից մեկը, որ չտարով բառեր չկան։ Կարևորը ցանկությունն է։ Հանում ենք չտարը, այդպես։ Պարարվեստում շատ կարևոր է այդ ցանկությունը։ Նաև ասում են, ես ճկուն չեմ, ես չեմ կարողանում ճկուն շարժումներ անել, ես չեմ կարող պարող լինել։ Արդյոք սա պետք է ունենալ այս բազան, հա, հիմքը, թե կարելի է նաև շատ մեծ աշխատասիրությամբ հասնել դրան։ Տեսեք, եթե անկեղծ չկա այդպիսի բան, ճկունությունը ձեռքբերովի է, այսինքն կա, որ իհարկե բնատուր տրված է, որ երեխան կա, չէ, այդպիսի երեխաներ, որ ակտիվ են, ճկուն են, իրենք բնատուր տրված է, որ ինքը ճկուն է, բայց լինում է դեպքեր, որ օրինակ նույնիսկ, չգիտեմ, ոտքը 25 աստիճանից ավել չի կարողանում բարձրացնել, բայց պարապմունքների ընթացքում արդեն մկանները այնպես են զարգանում, այնպիսի աշխատանք է տարվում, որ երեխան կամ նույնիսկ հասուն անձնավորությունը 16-18 եւ այլն կարողանում է արդեն կատարել այնպիսի բաներ, որ ինքը չի պատկերացրել, որ կարող անի։ Դա հենց էլի այդ ցանկության, աշխատանքի շատ կարևոր այդ դրվագներից է, էլի, բայց լինում են նաեւ դեպքեր, օրինակ իմ մոտ էլ է այդպիսի փորձ եղել, որ երեխան եկել է հաճախելու բարի, ես զգացել եմ, որ ինքը ունի շատ կոպիտ մկաններ եւ չի կարողանում ճիշտ աշխատել, այդ ձեր ասած ճկունությունը չունի։ Ինչ-որ ժամանակ հետո, 1-2 ամիս հետո ես հասկացա, որ չէ, ոնց որ իրոք կամ մկանային խնդիրներ է, կամ պետք է գնա հատուկ մերսումների, գնա ինչ-որ հատուկ թերապիաների ու փոխանցել եմ այդ ամեն ինֆորմացիան ծնողին։ Ու ծնողն էլ հաստատե այդ ամենը ու տարել է թերապիաների ու ոնց որ ես էլ զգուշացրել եմ, որ ավելին չենք կարող ստանալ երեխային, օրինակ, եթե ոտքը հասավ, օրինակ, ոտքը կամ ինչ-որ քայլը հասավ X աստիճանի, սրանից ավել ես չեմ կարող տալ։ Իմացեք, որ ինքը ճկուն այդքան չի։ Պատկերացիք, այդպիսի դեպքեր էլ լինում։
բայց սահմանափակում չկա, կարող է օրինակ 30 տարեկան անձնավորությունն էլ գնա ինչ-որ պարապմունքների, կլինի պար, կլինի օրինակ հիմա ժամանակակից է շատ stretching եւ այլն, չէ, դրանք նույնպես ինչու՞ չէ պարային հատվածներից է ու դառնում է ճկուն անձնավորություն։ Սրա հակառակն էլ կա, չէ, ասում են, այս երեխան շատ ճկուն է, հաստատ կարող է բարող դառնալ, բայց երեխան չունի լսողություն, չունի ցանկություն, չունի աշխատասիրություն։ Պարի մեջ ամենակարևոր բաներից մեկը նաև լսողությունն է, այսինքն այդ տակտի զգացողությունը։ Կան ձեր ասած ճկուն երեխաներ, բայց չունեն տակտի զգացողություն։ Դրա համար մենք երբ որ կատարում ենք ընդունելություն, ինչ ենք անում, պարտադիր ստուգում ենք իր ոտքերը, մեջքը, թե ինչ կարգավիճակով է երեխան մտնում մեր պարային դպրոց ու վերջում արդեն ստուգում ենք լսողությունը։ Լինում է դեպքեր, երբ որ քննության ժամանակ այդ փոքրիկ այդ քննության ժամանակ չի տալի այն արդյունքը, որ մեզ պետք է, բայց հետո աշխատանքի ընթացքում մենք տալիս ենք փորձնական ժամանակաշրջան իր մոտ լավանում է այդ ամենը, թե լսողությունը, թե մկանայինը, թե ամեն ինչը, բայց եթե չունես դու լսողություն չի ստացվում, օրինակ դա հիմա շատ մեր հասուն մարդկանց մոտ է, հիմա երբ որ քանի որ մենք զբաղվում ենք նաև հարսանեկան միջոցառումներով, մեր մոտ գալիս են զույգեր սովորելու պար, ու զույգեր կան, որ իրոք տակտի զգացողություն չունեն, ուղղակի շարժվում են։ Հա, ուղղակի շարժվում են քրտնաջան աշխատանքի շնորհիվ, հաշիվներով, չգիտեմ, բառերով հասնում ենք մենք իհարկե արդյունքի, բայց դժվար է դա, շատ դժվար է։ Նույնիսկ մի դեպք ասեմ, տենց հայտնի ֆիլմ կա պարային, որ կոչվում է Քայլ առաջ, ռուսերեն շаг վպերյոդ, ինքը շատ հայտնի ֆիլմ է։ Առաջի ֆիլմում, առաջի իր դուրս եկած գլխավոր հերոսը, ճիշտ ասած հերոսի անունը չեմ հիշում, տղան չունի տակտի զգացողություն։ Ինքը տակտերով չի պարե, չի նկարվել է հաշիվներով, բայց ինչպես ֆիլմում ենք տեսնում, շատ լավ ամեն ինչ ստացվում է։ Ուզում ասեմ միշտ մի հնարք գտնվում է, էլի, բայց շատ կարևոր է իհարկե տակտի զգացողությունը պարարվեստում, շատ կարևոր է։ Ու այդ ինչքան դու ունենաս լավ տակտի զգացողություն, ինչպես ասում ես սլուխ, հա։ Հա, սլուխ, հա, ռուսերեն ասված, այնքան ավելի պրոֆեսիոնալ նաև կմոտենաս քո աշխատանքին։ Օրինակ փորձը կամ պրակտիկան ինչ են հուշում, եղել են դեպքեր, երբ չկա տակտի զգացողություն, չկա ճկունություն, բայց կա շատ մեծ ցանկություն եւ սեր ու աշխատասիրություն եւ ունենք արդյունք։ Իհարկե, հենց իմ նշված այդ դեպքերում ես ավելի շատ այդ հասուն մարդկանց հետ, հա, օրինակները բերեմ, քանի որ այդ նշեցի, այդ հարսանեկան պարերը, հա, նույն գիտենք հարսի պար, զուգապար, հա, զույգերի առաջի տանգո եւ այլն։ Իրենց մոտ հիմնականը ոչ պրոֆեսիոնալ մարդիկ են ու գալիս են մեզ մոտ, նախ գալիս են, չգիտեմ, կարող լինի ծրագրավորող, բժիշկ, իրավաբան, տարբեր այլ մասնագիտություններից մարդիկ գալիս են մեր մոտ, մտնում են սրա ու լրիվ փոխվում են։ Որ ոնց որ երեխաները կուզենան սկսեն պարել այդպես։ Դե բնական է, որ ոչ բոլորի մոտ է ստացվում պարի եւ այլն, ու կան մարդիկ, ովքեր իրոք ցանկանում են, կան մարդիկ, որ գալիս են գալու համար։ Դե բոլորն անում են, մենք էլ պիտի անենք։ Հա, այդպես։ Իսկ ու տարբերությունը շատ մեծ է, հա, երբ ովքեր որ ցանկություն ունեն, իրենց մոտ լավ ստացվում է այդ ամեն ինչը։ Կարող է սկզբից թվա թե որ իրենք օրինակ չգիտեմ, ձեռքը չեն կարողանում բարձրացնել, չեն լսում, երբ պետք է բարձրացնել։ Մենք այդ ամեն ինչը փորձի ընթացքում հասցնում ենք այն մակարդակին, որ իրանք այդ ամեն ինչը անեն արդեն ավտոմատ կերպով, եթե նույնիսկ չեն կարող օրինակ ընկալելով, մտածելով այդ ամեն ինչը անեն։ Ու այդպես հավատացեք ստացվում է ցանկության շնորհիվ։ Իսկ ովքեր որ տենց գալիս են գալու համար, մեծ, ասենց ասած զրույցների շնորհիվ մենք էլի վերջում հասնում ենք վերջնական արդյունքի, հա, իրոք այդ առումով մի քիչ բարդ է, էլի, ու չգիտեմ, մարդիկ կան, դե այսօր ինչ իրականության մեջ են կապրում, ժամանակը շատ քիչ է, բայց 24 ժամը չի հերիքում։ Հիմա նույնիսկ մեր մոտ զույգեր կան, որ գալիս են գիշերը 11-ին, 12-ին, հա, մենք գիշերը պարապում ենք, ու զգում ենք նաև այդ հոգնածությունը, հա, որ իրանք էլ են հոգնած, դե բնականաբար մենք էլ, բայց մեկ է, որ աշխատում ենք, ես միշտ ասում եմ, ժողովուրդ, պետք է աշխատենք, որտեվ աշխատանքն է ինչ բերում արդյունքի։ Զուտ դա է ամեն բան։ Իսկ երեխաների դեպքում սա ինչպես է արտահայտվում։ Կան չէ երեխաներ գալիս են, իսկ օպե շատ են ուզում, բայց նայում եք տվյալներ չունեն։ Ես ձեզ մի շատ կարևոր փաստ ասեմ, ուրեմն
երեխա ծնող կապը այսօր շատ կարևոր է։ Մենք ապրում ենք մի շատ բարդ ժամանակաշրջանում, որ էլի կկրկնվեմ, որ ժամանակը քիչ է։ Ծնողը ինչ է անում, աշխատում է շատ, փորձում է հասցնել երեխայի համար ստեղծել լավ ապագա, բայց չի կարողանում երեխայի հետ ճիշտ կապ պահել։ Հիմա պարարվեստում իրոք պարարվեստը շատ բարդ ճանապարհ է։ Երեխան ունենում է հիասթափություններ։ Կարող է օրինակ մի օր գալ պարապմունքի, մենք աշխատենք լավ, հա, օրինակ կա պարարվեստում մեր բարի դասերի ժամանակ բացումների օր կամ բացումների ժամանակ, հա, երբ որ օրինակ չսիրած օրն է, չէ՞ երեխաների։ Շպագատ, հա, այդ ասվածը, շպագատ, թիթեռնիկ եւ այլն, երբ որ մի քիչ բացում ես, մի քիչ ցավացնում ես, կա որ մեկը բացված է, մեկը բացված չէ, մեկը ճկուն է, մեկը չէ։ Աշխատում ենք, կարող է գնա տուն, ասի, վայ մամա, այսօր ընկեր Հովսեփը մի քիչ ցավացրեց, չէ, չեմ ուզում, դժվար է պարզել։ Էլ չեմ գնալու, ծնողը ինչ է անում։ Ծնողը կա որ ծնող որ զրուցում ասում է ոչինչ, բայ այդպես պետք է լինի, իսկ ծնող կա կարող է զանգարանից ասել ընկեր Հովսեփ, գիտեք ինչ, ոնց որ այսօր երեխու ոտք ցավացել է։ Մենք էլ չենք գա։ Չէ, ոչ թե չենք գա, մի հատ կասի կարող եք մի քիչ թույլ անել ամեն ինչը։ Ես բնականաբար բացատրում եմ, որ գիտեք ինչ կա, թույլ ենք անում, քիչ ենք անում, մենք գիտենք ինչպես անել։ Այնպես որ դա նորմալ է։ Եվ այլն, այս խոսակցությունները եթե մենք բերենք բալանսի եւ ծնող երեխա մանկավարժ հարաբերությունը ճիշտ ուղու վրա դնենք, հավատացեք, այսօր մենք կունենանք առաջին հերթին գրագետ պարային ճյուղ, որտեղ Հայաստանում իշխող մի քիչ այդ թեման էլ է շատ լուրջ, պարային ոլորտը վատ վիճակում է գտնվում, ունենք պարային համույթներ, պարային դպրոցներ, որոնք որ իրականում շատ լավն են, ունենք պարային համույթներ, որ իրավունք չունեն կոչվելու պարային համույթ։ Ու դա գալիս է ելի եմ ասում մանկավարժ, աշակերտ այդ հարաբերությունները ճիշտ պետք է բալանսի բերել, ճիշտ աշխատանք կատարել, որ երեխան առաջին հերթին չհիասթափվի, աշխատի ու ունենա ճիշտ պարային արդյունք, որովհետև իրականում այդ ճիշտ ասվածը պարարվեստում շատ կարևոր է, որովհետև ինքը արվեստի այն ճյուղերից է, որ ճշգրտությունը շատ կարևոր է, այդ ակադեմիական ճշգրտությունը, որ ասում է, շատ կարևոր է։ Երեխաների հետ աշխատում եք ու վստահ եմ այս խնդրի առաջ եւս կանգնում եք, որ գալիս է X տարիք, օրինակ 5-րդ, 6-րդ դասարանից, երբ սկսում են ավելի շատ ծանրաբեռնվել երեխաները դպրոցում, ծնողները մտածում են, որ վերջ բավական է, երեխան ժամանակ չունի, այստեղ կարելի ավարտել նաեւ պարային, այսպես ասած, ճանապարհը, մանավանդ եթե չի շարունակելու պարային գծով, հա։ Այստեղ ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել եւ որքանով է կարեւոր նույնիսկ նման ծանրաբեռնվածության դեպքում պարը ունենալ որպես կյանքի որևէ этаպում անընդհատ կիրառվող օղակ, հա։ Ճիշտ հարց տվեցիք, հիմա էլի մեր իրականության մեջ դասերը, հա, շատ լուրջ խնդիր է, օրինակ մի հատ տարիք կա, հա, պարապմունքներ, դասեր, հələ պարապմունքները մի կողմ, դասերը, օրինակ գիտեք ինչ ընկերով երեխան հոգնած է այսօր գալու, դասերը շատ են տվել, ասում ժողովուրդ, ոնց դասերը շատ են տվել, որն է դա դաս է, պետք է անի։ Երեխան հոգնում է, չենք հասցնում, ասում, բայց ոնց կարող է այդպես լինել, էլի երեխան կարող է գիշերային, հա, գիշերային ինչ-որ աշխատանք է անում, հա, չգիտեմ, ինչ է անում երեխան։ Երեխան պետք է զբաղված լինի, ես չեմ ասում, օրինակ հիմա իմ մոտ երեխա կա, որ գնում է համ ֆուտբոլի, համ բարի, համ նկարչության, դե պլյուս դասեր, շատ այդպիսի հիմա զբաղվածությունը մեկ լինում է, որ շատ չափից դուրս են անում, բայց օրինակ 2-3 պարապմունքի տալը, դա կլինի օրինակ նկարչություն, պար, չգիտեմ, դաշնամուր, կամ ինչ-որ երաժշտական ինչ-որ այլ միջուղ, գովելի է, նորմալ է, իսկ չհասցնելը ես դա իրականում մի քիչ չեմ հասկանում, եթե անկեղծ։ Պարարվեստը իրենց տալիս է ախր շատ կարևորագույն մի հատ բան, որ ինչն է դա էլ, այդ իրանց ճիշտ զարգացվածությունն է, մկանային, առողջական, հա, որ Եվ ունև սպորտի տարբերակ է, այո, հիմա օրինակ եմ ասում, տղաների մոտ շատ թյուր կարծիք կա հիմա ծնողների մոտ, որ տղաները պետք է չպարեն, տղաներին տանենք բոքսի, չգիտեմ, տանենք ինչու, ասենք տղաներին հակառակը շատ է պետք պարը։ Շատ լավ պարող տղաներ ունեն։ Շատ ու երբ որ տեսնում ես օրինակ տղային պարող կառուցվածքը իր քայլվածքը շատ գեղեցիկ է դա։ Երեխաների հետ ես շատ եմ խոսում այդ թեմայով, որ գիտեք ինչ երեխաներ
պարը դուք կարող եք պարող չդառնաք, հա, ինչ որ ժամանակ հետո, բայց դա ձեր կյանքում մնալու է ու թողելու է մի հատ մեծ հետք, որը որ դուք հետո հասկանալու եք հասուն տարիքում, որ դա ձեզ իրոք պետք էր։ Այնպես որ պետք է հասցնեք, պետք է աշխատեք ու պահի տակ նույնիսկ երբ որ ես տեսնում եմ, որ երեխաները այսօր հոգնած են, այսօր օրինակ դասերը շատ ա եղել կամ ես փոխում եմ թեման, հա, կարող է ընդհանրապես պարապմունք չանեմ, զրուցեմ իրենց հետ, թե պարվեստից, թե ներկայացնեմ ինչ-որ բաներ, օրինակ ես վերջում երեխաներին հարցեր էի տալի, ասում երեխաներ, օրինակ իրանք էլ տարիքով մոտ 6, 7, 10 այս տարիքային խումբներ, ասում ինչ օրինակ պարող գիտեք, պետական համույթներ գիտեք, երեխաները ասենց ուշադիր նայում են, չգիտենք ընկերով սպասի, ուրեմն ես նախ բացատրեցի, որ կա այս ասամբլներ եւ այլն, տնային աշխատանք, կգնաք, այո, ինտերնետային մեծ դար է, կնայեք, ու հաջորդ դասին իրանք եկան պարապած, որով Պարի պետական ասամբլ, Թաթուլ Ալթունյանի անվան երգի Պարի պետական եւ այսպես ներկայացրեցին ու այդպիսի բաներն էլ երեխաներին էլի ոգևորում են, պետք է իրանք շատ կարդան, պետք է շատ դիտեն ու ծնողներին ես շատ խորհուրդ կտամ, ովքեր որ երեխաներ ունեն, որ Պարի են հաճախում, իրենց այդ հեռախոսները երբ որ տալիս են կամ չգիտեմ YouTube, չգիտեմ ինտերնետ, թող մի քիչ այդպիսի բաներ դիտեն, այո, եւ մեկ-մեկ գնան համերգների, ինչու՞ չէ, նաեւ պետական ասամբլների։ Այստեղ նաև ուզում եմ շեշտեմ, որ մեկ անգամ չէ այս մասին գիտնականները խոսել են, որ որքան մարդը մտավոր աշխատանք է կատարում, նույնքան էլ պետք է ֆիզիկապես ակտիվ լինի, որովհետև սրանք ի վերջո մեր ուղեղն էլ մկան է եւ պետք է, այսպես ասած, մեկը մյուսով լրացնենք, հա։ Ուստի պատճառաբանել, որ երեխան մտավոր աշխատանք է անում, ժամանակ չունի, չի կարող, որևէ կերպ չի արդարացվում, եթե սրան գումարենք նաև, որ շատ գրոսմայստերներ իրենք հատուկ ունեն պարապմունքներ նաև ուժային, հա, այսպես ասած տեսանկյունից, որովհետև շատ կարևոր է նաև ֆիզիկական լուրջ ծանրաբեռնվածությունը, որպեսզի աշխատի ուղեղը։ Եվ այս համատեքստում նաև ուզում եմ իհարկե խոսքի մեջ մի փոքր անդրադարձակ, բայց կարծիք կա, որ դա երեխան եթե չի շարունակելու, 1-2 տարի գնաց Պարի, որևէ միջոցառման ժամանակը կարողանա Պարի, մեզ լրիվ բավական է։ Ես ուզում եմ այս մասին խոսենք, թե ինչ է տալիս երեխայի առողջությանը Պարով զբաղվելը։ Ի վերջո, ոչ բոլոր պարողներն են, այսօր ամեն երկրորդ երեխան Պարի է հաճախում, հա, բայց ոչ բոլորն են պարող դառնալու։ Իհարկե։ Տեսեք, Պարով զբաղվելը ու հետո շարունակելը մոտ ես անկեղծ լինեմ կարող է 60-70%, եթե ոչ ավել, չեն շարունակում Պարով։ Իսկ այդ առողջական հարցը ինքը տեսեք շատ կարևոր է։ Բացի այդ ֆիզիկական աշխատանքը մտավորի հետ Պարն էլ է մտավոր, ասեմ ձեզ։ Ես էլի մի հատ խոսքերից ունեմ, որ Պարողը ոտքերով չի մտածում ու աշխատում։ Իհարկե։ Պարողը պետք է աշխատի ուղեղով, հա? Այսինքն էլի Պարի մեջ աշխատում է նաև մտավորը։ Իսկ մտավորի ժամանակ նաև աշխատում է ֆիզիկական, այսինքն իրենք փոխկապակցված բաներ են, որ պետք է ճիշտ երկուսն է բալանսի բերած աշխատել։ Ֆիզիկական աշխատանք, երբ որ երեխան կատարում է, տեսեք, հա, կարա Պարի չգնա, բայց գնա դուրսը խաղա, բանան, էլի ֆիզիկական ինքը աշխատանքը, բայց Պարով ինքը համ կրթվում է, համ երաժշտություն է լսում, համ հոգեկան աշխարհն է իրան։ Այսպես կոչված դիսցիպլինա է ունենում։ Ինքը այդ ամենակարևորը, հա, որտեղ պարվեստը ինքը դիսցիպլինա է։ Մեր մոտ, կոնկրետ մեր դպրոցում մենք ունենք լուրջ ստանդարտներ, որ գիտեք ինչ կա, օրինակ եկար ներս, ինչու է մազերդ, օրինակ Կոսչի։ Ես ասում եմ բզբզիկներ, հա, որ ասես բզբզիկներ, որ ծռնում աղջիկների մազերին, տղաները գալիս են, դե կարճ է մազերը, հա, էլի հարց չկա, բայց սիրուն կողք տարեք, ճակատը բաց պահեք, սիրուն եղեք։ Ու իրենք սովորում են հետագա կյանքի համար, որ իրենք պետք է լինեն սիրուն, կոկիկ։ Ես միշտ ստուգում եմ մատերը, հա, ասենք հիմա ոնց է երեխաները դպրոց գնում են, գրիչ են անում եւ այլն, ասեմ, ինչու՞ չես լվացվել։ Հա, այդ ամեն ինչ շատ համերգների պատրաստությունները ինչքան են կոփում երեխաներին։ Կուլիսներում իրենց պահելը, սա մի ուրիշ իսկապես ավանդույթ է։ Թիմային աշխատանքն է։ Իսկ այսօր բոլոր ոլորտներում պետք է թիմային աշխատանք։ Կարող է մյուս օր կոնկրետ այդ երեխան դառնում է տնօրեն, պետք է լավ կազմակերպի իր թիմային աշխատանքը, դառնում է բժիշկ,
էլի թիմային բոլոր ոլորտներում, այո, այդ թիմային աշխատանքը կա։ Ինքը մանկուց դա սովորում է։ Համերգների գնալը այդ մի հատ ուրիշ ավանդույթ է, մի հատ ուրիշ լարվածություն է, հա, երեխեք էս վերցրել եք, հա, հաճելի բնականաբար, չգիտեմ, նիվիդզիմկաները էս, այն շորերը, չգիտեմ, կոսը, հա, այդ սաղ ու հավատացեք, ծնողների մոտ էլ է այդ լինում այդ լարվածությունը ու դու էլ որ տեսնում ես այդ պատկերը ծնողն էլ է պատրաստված, երեխան էլ է պատրաստված, ասում ես շատ լավ է, ելնում է դրա հակառակն է։ Երբ որ դու օրինակ զգուշացնում ես, որ պետքա սա ուշադիր գնեք, գալիս են անպատրաստ։ Դա էլ է լինում։ Մասիկներս չեն բերում։ Հա, նորմալ է, բոլոր իրավիճակներից մի ոնց որ դուրս գալիս ենք։ Այդ ձեր ասած ֆիզիկականը ու հոգեբանականը մեծերի մոտ է շատ երևում։ Ես որ մի քիչ առաջ նշեցի, որ մեզ մոտ գալիս են տարբեր ոլորտների մարդիկ, հա, կարող չգիտեմ, եղել է դեպք, որ շատ լուրջ մարդ է եղել, համակարգի մարդ է եղել, եկել է մեր մոտ, դառել է լրիվ ուրիշ անձնավորություն, լրիվ։ Իրան կարող է տեսնես, նայես, ինքը մի ոնց կայուն ծանր անձնավորություն է, բայց եկել այ բարի դառը թե ոնց որ մի փոքր երեխա է, որ ոգևորված եւ այլն, ու զգում ես, որ իրանք էլ են թուլանում այդ դրանով, հա, իրանք էլ են ցրվում այդ իրանց առօրյա աշխատանքից։ Իսկ չշարունակելը հիմնական մի տարիքային շեմ կա, հա, դա հիմնականը 14, 15, 13 այդ տարեկան երեխաներն են, որ արդեն պետք է գնան քոլեջ կամ ավագ դպրոց, հա, արդեն 15, 16 տարեկան, 17 տարեկան, իրենք ուզում են ոնց որ թողել պարը։ Ես էլ ինքս անձամբ, եթե չխափեմ անկեղծ լինեմ, մոտ երևի 5-6 անգամ ուզեցել եմ թողել պարը, բայց հետաբերել պարը։ Համ պարը, համ իմ տնօրենության, հա, շնորհիվ ոնց որ ես ոնց որ նորից շարունակել եմ պարը։ Դա նորմալ է, որ երեխան հիասթափվի, երեխան չուզենա պարել, բայց մի պահ կգա, մի ժամանակ կգա, որ էլի կզղջա։ Հա, կզղջա։ Ինչպես ես եմ սղճում հիմա, որ չշարունակեցի։ Դա տեսեք, դուք էլ վառ ապացույց։ Գիտեմ, որ այս տարի համույթը նշելու էր 10-ամյակը, այսքան կարևոր տարի է ձեզ համար։ Ինչ ունեք այս առիթով ասելու, ինչ ունեք նշելու։ 10 տարիները մեր շատ ծանր են անցել, թե պարային դպրոցի առումով, թե մեր ավելի մեծ համույթը, հա, մեծ պարողների համույթի առումով, քանի որ մենք ունեցանք կարանտին, հա, մեծ համաճարակ, ունեցանք պատերազմ ու այդ ամենը ին վրա կոնկրետ շատ լուրջ է ազդել։ Ես մոտավորապես 2 տարի, այդ 20-21 թիվներ ու չեմ աշխատել։ Մի պահ կա 1 ամիս աշխատեմ նորից փակել ու ինձ տվեց շատ լուրջ վնաս մեր պարային դպրոցին, մեր պարային համույթին։ Մենք կորցրեցինք թե մասնաճյուղեր, թե աշակերտներ, բայց մենք հիմա էլի այս 10 տարին դեռ մեր հիմքը պահած գնում ենք առաջ ու խրախուսում ենք բոլորին, որ զբաղվեն ճիշտ պարարվեստով։ Ճիշտ բառը գրագետ, հա, ես շատ եմ օգտագործում, որովհետև մենք իրոք ունենք այդ խնդիրը ու 10 տարի պահել քո սկզբունքները, ձեռագիրը ինքը շատ բարդ է։ Անկեղծ ես ժամանակ առ ժամանակ մտածում ասում, այ ես պետք է այսպես անեի, այ ես պետք է այնպես անեի, որ օրինակ ունենամ շատ աշակերտներ, ես պետք է օրինակ, չգիտեմ, TikTok-յան հիթեր նկարեմ, սա անեմ, բայց դա չէ ճիշտը։ Ես միշտ դաժե ծնողներին, երբ որ լինում է դե ոնց է դուք էլ որպես ծնող կհասկանաք, չէ, երեխային երբ որ տանում են բարի, կարող 2 ամիս հետո ասեն, բա երեխան բեմ չի բարձրանում։ Բա համերգի չեն գնում։ Հա, բա համերգի չեն գնում, ծնողներ ջան, բացատրում են, որ երեխան դեռ պատրաստ չի, ձեր երեխան նոր է եկել։ Բեմը շատ պատասխանատու է։ Ես կարող եմ ձեր աչքերին թոս փչելու համար բարձրացնեմ բեմ, անեմ ծափիկ, 2 հատ քայլ առաջ, բայց դա իմը չէ։ Իմ պարային համույթը, ավետիս պարային համույթը երբեք այդպիսի բան չի արել ու չի անի։ Եվ կարող է տենաս ծնողը մի ամիս հետո էլի սպասում է ու դուրս է գալու։ Խնդրեմ, ես չեմ փոխվի։ Այսինքն ես պետք է պահեմ երեխային ամենակիչը 6 ամիս, 1 տարի պատրաստեմ ես երեխային, նոր արդեն մտածեմ բեմի մասին, որովհետև ունեմ հավատարիմ ծնողներ, որ շատ ժամանակ երբ որ մենք համերգի ենք գնում, ելույթների ենք գնում, տեսնում են այլ խմբերին, տեսնում են իր
հենց իր սեփական երեխայի պարը ու ուղղակի ասում ակնառու տեսնում են տարբերությունը։ Ուղղակի ասում եմ շնորհակալություն։ Իհարկե։ Ու ես այդ ամենից ոգևորվում եմ, ճիշտ է, ես այսօր կարողա չունենամ հարյուրավոր աշակերտներ, ես ունեմ քիչ աշակերտ, բայց ես աշակերտներ ունեմ, հա, որտեվ ես էլ եմ ունեցել եմ մինչև 20 թիվը մոտ 100-ից ավել աշակերտ եմ ունեցել եւ այլն, հետո կռիվը եւ այլն շատ ցավացրեց ինձ ու ես չունեցա այն ուժը, այն ոգևորությունը, որ այն լուրջ թափով աշխատեմ, որտեվ ես ինքս սկսել եմ ունեցել եմ 6 աշակերտ սկզբում, չեմ ունեցել տարած, չեմ ունեցել ոչ մի բան ու վարչակալությամբ եւ այլն ելույթ են ունեցել, տարածները կրել են, հետո արդեն մերն ենք ունեցել ու 6 աշակերտը տարիների ընթացքում դարել է 30, 40, 50, 100, 120 եւ ավել, կարանտինից հետո մի քիչ փոփոխվեց ինչ խոսք, պատերազմից հետո, բայց մենք ելի աշխատում ենք, հիմա շատ ուժեղ աշխատում ենք մեր մեծերի համույթի վրա, այդ միջոցառումների եւ այլնի, բայց մեր դպրոցն է պարային դպրոցն է աշխատում ու ունենք շատ լուրջ արդյունք, մենք կրթում ենք նույնիսկ երիտասարդ պարողներին, հա 15-16 ովքեր որ պարվեստի ուսումնարան են սովորում, տարբեր խմբերից են լինում, գալիս են մեր մոտ որպես պարող, շատ տղաներ նամանավանդ հասունանում ու հասնում են մի մակարդակի, որտեղ մեր այս 10 տարիների ընթացքում մենք ճանապարհել ենք շատ սերունդներ, տվել ենք շատ լավ պարողներ, ոչ ամենափոքրուց մեր մոտ հաճախած, այլ խմբերից եկած ու մենք այսօր ունենք ու գոհ ենք մեր աշխատանքից, դա ամենակարևորն է, գոհ են դիմացիները այդ աշխատանքից ու ես հպարտ եմ, որ կարողացել եմ ստեղծել այս պարային համույթը, որ ունի ասելիք, ունի գաղափար ու ամենակարևորը սկզբունքն էր, որովհետև պարը ինքը սկզբունքային արվեստ է, իհարկե, որովհետև առանց դրա չես կարող։ Այո։ Շնորհակալ եմ շատ զրույցի ու հետաքրքրության համար։ Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտենք, որ պարը միայն լավ տրամադրության համար չէ, պարը միայն գեղեցիկ շոուների համար չէ, պարը ավելին է քան պարզապես մշակույթի որևէ տեսակ կամ ճյուղ։ Նույնիսկ հավելեմ ձեզ, որ պարը դեռ նախնադարից ինքը եղել է արտահայտչական միջոց։ Արտահայտել են մարդիկ իրենց զգացմունքները, իրենց ցանկությունները եւ մինչեւ այսօր պարը ինչու՞ չէ նորից արտահայտչական միջոց է, որովհետեւ թե նույնիսկ բալետ մաստերներ, թե խորեոգրաֆներ, թե պարողներ պարով արտահայտում են իրենց մեջ եղած ցանկությունը, զգացումը, իրենց պատկերացումը նույնիսկ պարով։ Պարը պետք է լինի մեր կյանքի ինչ-որ մի հատ փոքրիկ անկյուն հատված, որ պետք է զբաղվել ու ցանկալի է որ բոլորը զբաղվեն պարով Որպեսզի լինեն նաև առողջ։ Պետք չէ մոռանալ, որ մենք առողջությունը լուսաբանող, առողջությունը կարևորող հաղորդում ենք, հետևաբար եթե ուզում ենք լինել առողջ, ապա պետք է անպայման պարը, այսպես ասած, մեր օրակարգում, մեր կենցաղում, մեր կյանքում ունենա իր դերը։ Շնորհակալ եմ շատ։ Սիրելի ռադիոլսողներ ու ռադիոդիտողներ, ուզում եմ հիշեցնել եւս մեկ անգամ, որ զրուցակիցս Ավետիս պարային համույթի հիմնադիր գեղարվեստական ղեկավար Հովսեփ Ավետիսյանն էր։ Շնորհակալություն մեծ հետ եք, ցտեսություն։